արդեն իսկ վարվում է Երևան քաղաքի գլխավոր հատակագծում։ Այս process-ը մեկնարկել է նոյեմբեր ամսից եւ նոյեմբերից առ այսօր ունենք այս կարմիրով պատկերված հատվածները, այսինքն բոլոր թողարկված գլխավոր հատակագծերի մասով մենք ունենք արդեն իսկ տվյալներ, թե ինչ որոշումով է այս գլխավոր հատակագիծը թողարկվել, ինչ նշանակությամբ, կատարող, չափագրող, դիմումի համար գործառույթի տեսակը եւ նաեւ որոշ դեպքերում, որոնք որ արդեն իսկ հաշվառվել են կադաստրի կոմիտեում, կան նաեւ գծված հաշվառման տեղեկանքները։ Ցուցադրած հատվածը ամբողջական բոլոր կարմիրով նշված կետերին է վերաբերվում եւ այս նյութը անընդհատ փոփոխվող է։ Մյուս կետը, որը որ կուզենամ ասեմ, թեկուզ եւ մենք գլխավոր հատակագծում անդրադարձը շատ մակերեսային ենք արել, դա հուշարձանների վերաբերյալ տվյալներն են, քանի որ մենք գիտենք, որ այս նյութում եւ կրթության, գիտության, մշակույթի նախարարության կողմից կային որոշակի նյութեր տրամադրված Երևան համայնքին, որոնք գրաֆիկական կոորդինատների հետ կապված ունեին խնդիրներ, ստեղ մենք կարողացել ենք արդեն իսկ այդ շենքերի վերաբերյալ կադաստրի տվյալների հիման վրա տեղադրել քաղաքում առկա հուշարձանները, եթե կտեսնեք կապույտ եւ կարմիր գույներով տարբերակվում են հանրապետական նշանակության հուշարձանները, իսկ կապույտ գույնով արդեն տեղական նշանակության հուշարձանները։ Միևնույն ժամանակ կուզեմ նշեմ, որ տվյալ ժամանակահատվածի դրությամբ այն բոլոր հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը, որոնք կրթության, գիտության, մշակույթի ձեր եւ տարածքային կառավարման նախարարության կողմից հաստատվել են, այսինքն կառուցապատման ռեժիմները, պահպանական գոտիները իրենց, այստեղ արդեն տեղ են գտել։ Դրանք թվով 12-ն են, եթե չեմ սխալվում, տեղական նշանակության հուշարձան, անվանումը, դասիչը, հողամասի մակերեսը եւ պահպանության գոտին հուշարձանի, այնուհետև պահպանության երկրորդ գոտին եւ կառուցապատման կարգավորման գոտին։ Այս տվյալները համապատասխան հուշարձանների դասիչներով արդեն բոլոր այն նախագծերով, որոնք որ հաշվառվել են եւ հաստատվել են ձեր կողմից եռակողմ ֆորմատով, այստեղ արտացոլված են եւ նաեւ արտացոլված է այն ակտը, որով որ այս հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը հաստատվել են։ Ընդհանուր առմամբ, պարոն քաղաքապետ, փորձեցի հակիրճ արագ անցնեմ, եթե հարցեր կլինեն, սիրով պատասխանեմ։ Շնորհակալ եմ, պարոն Սեդոյան, իրականում այս ինֆորմացիան այն է, ինչի մասին մենք շատ երկար ժամանակ խոսել ենք, այսինքն սկսած ենթակառուցվածքների շերտից, հուշարձանների շերտից, ռիսկերի շերտից, գրունտի շերտից, այս բոլոր տվյալները կարծում եմ սրանք աշխատանքային հիմք են մեր ճարտարապետական գրասենյակների համար, ինստիտուտների համար, ովքեր որ հավելյալ այս ինֆորմացիայի վրա կարողանան իրականացնել հավելյալ աշխատանքներ եւ այս շերտերը պետք է մաքսիմալ արագ դարձնել հասանելի բոլոր այն շերտերը, որոնք որ տրամաբանական են, որ հանրայնացվեն եւ մինչեւ հաջորդ ամսվա 20-ը ասացի, չէ, այս բոլոր շերտերը արդեն հանրայնացնենք։ Ինչ վերաբերում է հուշարձաններին, մեր գործընկերների հետ պետք է աշխատանք շարունակենք, որպեսզի ոչ միայն շենքի ուրվագծով ֆիքսվի հուշարձանի գոտին, այլ նաև արվի այնպես, ինչպես որ մի քանի հուշարձանների դեպքում ամբողջական գոտին ենք սահմանել եւ կարծում եմ սա նույնպես կարեւոր աշխատանք է։ Սկիզբը դրված է, բայց կարծում եմ սա նաեւ շատ լավ հիմք է բոլոր կրկին կառուցապատողների համար հասկանալու, թե որ գոտում են նրանք գտնվում եւ կրկին այս ինֆորմացիան նույնպես պետք է լինի բաց հասանելիության։ Շնորհակալ եմ, պարոն Սեդոյան։ Ես եմ շնորհակալ։